Թոմաս, այսպիսի մի արտահայտություն կա, ձայն բազմած, ձայն Աստծո։ Խեղկատակ արտահայտություն է։ Համաձայն չեք։ Նախ Աստվածաշնչում նման բան չկա։ Ձայն բազմածը Աստվածաշնչում ասում էր խաչիր, խաչահանիր դրան։ Մեկ այլ խեղկատակ արտահայտություն է Աստծո գործերն անքննելի են։ Այո, հաճախ ենք լսում։ Աստված ինքն է ասում քննեցեք Աստծո գրքերը, Քրիստոս ասում է քննեցեք եւ կտեսնեք։ Քննելը շատ կարեւոր է։ Քրիստոնեությունը կույր հավատքի մասին չէ, քննության մասին։ Եվ մի տանիրս մեծի փորձություն արտահայտության, փորձությունը նաև քննություն է հունարենից թարգմանությամբ։ Քննության իմաստուն ունի։ Աստված քննում է մեզ եւ մենք քննում ենք Աստծուն։ Հետաքրքիր բան ասացիր, ես հիշեցի Հիսուսի առաքյալներից Թոմաս առաքյալին, իր աշակերտը, որը ամենակասկածամիտ աշակերտն էր, այո, եւ քննելուց խոսեցիր, այո, հիշեցիր։ Հետաքրքիր է, որ ինքը այն աշակերտն էր, որ անպայման մատը մցրեց կողը Հիսուսի, որպեսզի ճշգրտի, արդյոք այդպես է թե ոչ, այսօք ինքը հարություն է առել թե ոչ։ Եվ Թոմաս առաքյալի անհավատությունը, ասում է Սուրբ Հովհան Ոսկեբերյանը, մայրը եղավ մեր հավատքի։ Շատ գեղեցիկ, որովհետև Քրիստոս դրանից հետո հայտնի իր խոսքերն է ասում, որ չէ, ով Երանի նրան, ով առանց տեսնելու է հավատում։ Եվ Թովմասն ասաց Աստված իմ եւ Տեր իմ։ Ինչ էր հարցս, պատպատող մարդը ինքը հավատավոր է, այսինքն ասում հավատացող մարդն է պատպատում նաև։ Պաշտպատելը, փնտրելը, կասկածելը, գտնելը այդ ամենը նորմալ ընթացք եւ ես դրա համար ասացի, որ հավատքը ստատիկ իրականություն չէ, ինքը դինամիկ է, ինքը անդադար պիտի եռա։ Եվ մարդը պիտի հավատքում ընկնի ու Սահյանն ասում էր սիրտդ պիտի մի քիչ ցավի, որ իմանաս թե սիրտդ որտեղ է, որ սրտի տեղն իմանաս, հա։ Հիմա տեսեք հոգեվորականը հավատքի մեջ ամենամեծ հարձակման տակ է, դևերի ամենասարսափելի հարձակումը միշտ առաջնահերթ եկեղեցականի վրա է, ու բնականաբար յուրաքանչյուր հոգեվորական ունենում է կասկածի, սայթակումի, սխալվելու փուլեր, հասկանում եք, ասենք մարդը սայթակել է, հետո ապաշխարել է ոտքի է կանգնել ու դու ոտքի կանգնած բային իրան ասում ես լքցես։ Ֆրանցիսկոս Պապը մի անգամ ասաց տենց հոգեվորականներն ու ինքնաթիռները շատ նման են իրար։ Ասում է հազարավոր ինքնաթիռներ կան երկնքում, հա, բայց ասում է մենք խոսում ենք միայն այն ինքնաթիռների մասին, որոնք ընկնում են։ Միայն այն ժամանակ ենք հիշում ինքնաթիռին, երբ որ ինչ-որ խնդիր է լինում։ Թեպետ 10 հազարավոր եւ ավել ինքնաթիռներ դեռ սավառնում են ու իրենց մասին չեն խոսում։